Բարև ձեզ, Factor TV-ի հյուրը Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խորշուդյանն է, ողջույն, պարոն Խորշուդյան։ Մինչ աշխարհի տարբեր երկրներ հորդորում են Ադրբեջանի նախագահին Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրել, շնորհավորում են կողմերին, ընդհուպ ԱՄՆ պետքարտուղարը, որը ոչ միայն առանձին շնորհավորական ուղերձ հղեց, այլև Հայաստանի վարչապետը դեռ խոսել այդ մասին։ Ադրբեջանի նախագահը ասում է, ինձ ինչու եք դիմել, գնդակը Հայաստանի դաշտում է, հենց փոխի սահմանադրությունը, աջակցի Մինսկի խմբի լուծարմանը ստորագրենք, ինչ խնդիր կա։ Այ ինչ եք մտածում, ինչու է գնդակը նետում հայկական դաշտ։ Չի կարող նետել հայկական դաշտ։ Նա արդեն այն խաղն է, որը որ ինքը չի կարողանում վարել իր ուզած կանոններով, որտեղ իր ուզած կանոնները փոխվել են։ Ոչ միայն նրա պատճառով, որ Հայաստանը համաձայնվել է այդ համաձայնագրի, արդեն իրենց նույնիսկ ուզած տարբերակին, հա, որի համար ի դեպ նաև շատ քննադատել են Հայաստանի իշխանությունները, որտեղ այդ վերջի երկու կետերը այդ կարգավիճակով համաձայնվելը շատ ռիսկային էր եւ վտանգավոր։ Բայց ամենադեպս համաձայնվել է Հայաստանը եւ ամբողջ աշխարհը գիտի, որ վերջ Հայաստանը համաձայնվել է եւ նույնիսկ Եվրամիությունը, հիշում եք, ինչ գնահատական տվեց, ծանր փոխզիջում արեց Հայաստանը, հասկանում են Եվրամիությունում, որ նաև դա իրականում փոխզիջում չէր, զիջում էր Հայաստանի կողմից, որը որ պետք է որ փակեր այս թեման, բայց Ադրբեջանը հիմա նորանոր պայմաններ է դնում։ Այդ պայմանները դնել չի շնակում գնդակը մեր դաշտ գցել։ Նշանակում է ինքը ուղղակի սաբոտաժի ենթարկում իր իսկ համաձայնեցրած փաստաթուղթը։ Եվ չեմ կարծում, որ իր այդ ռետորաբանությունը որևէ օգուտ կտա եւ որևէ մեկը հետո կասի Հայաստան, դե Ադրբեջանը ասում է քո դաշտում է, դե հիմա մի բան ա, այդպես բան չկա։ Այ հետաքրքիր միջազգային կալումները ինչպիսին են այս հարցում։ Այդպեսի բան, հստակ է, որ Ադրբեջանը դեստրուկտիվ կողմ է հանդես գալիս, իր իսկ ուզած պայմանները Հայաստանը կատարել է, ընդունել է, բայց ելի նոր պայմաններ առաջ քաշում։ Մանավանդ այնպիսի պայմաններ, որոնք որ հերկվել են adekvat չեն ընդհանրապես այդ համանadrության փոփոխության հետ կապված։ Ոչ միայն adekvat չեն նրա պատճառով, որ համանական դատանի որոշում կա Հայաստանում, այլ նրա պատճառով, որ այդ պայմանագրով իսկ արդեն լուծվում է այդ հարցը։ Կա կետ հատուկ, որ ներպետական օրենսդրությունը չի կարող պատճառ դառնալ, ուրեմն այս պայմանագրի կետերը չկատարում։ Վերջացավ, այսինքն մեկ դա, մեկ մի քանի օր առաջ էլ ասել էր Մինսկի խումբը միջև չլուծարվի։ Չի ասում է, միջև առաջ ասում էր Հայաստանի հետ միասին դիմենք, որ այդ կլինի Հայաստանի կողմից իրոք բարի կամ մենք էլ կիմանանք, որ ինքը չի ուզում Արցախի հարցը շարունակի ուրեմն պահանջատեր լինել։ Հիմա այդպես չի ասում։ Հիմա արդեն միջազգային հանրությունից է ըստեղություն պահանջում։ Ինքը գնդակը, որը տենց է, ուրեմն գցել է միջազգային հանրության դաշտ։ Ասում միջև դուք միջազգային հանրություն, Մինսկի խմբի երանախագահուներ, Մինսկի ուրեմն խումբ ամբողջությամբ 11-12 երկրներ, վերջո ԵԱԿ-ի Բուդապեշտի կոնֆերանսի մասնակիցներ, որոնք որ հիմնել եք Մինսկի խումբը, Անվտանգության խորհրդի 5 անդամներ, ովքեր որ այդ մանդատը տվել են Մինսկի խմբին հիմնվելով կոնֆերանսի ուրեմն վրա ԵԱԿ-ի։ Այդ բոլորը ուրեմն պետք է հավաքվեք, իմ ուզածը անեք, հենց միջև չանեք, ոչ մի խաղաղություն չի լինի այդտեղ տարածաշրջանում։ Այդ ինչ գնդակի մասն է խոսքը։ Բայց դա հայկական կողմը դժվար չէ, Չինաստանին, Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային եւ մնացյալին, այսպես հարկադրի Մինսկի խմբի լուծարմանը գնալ, այսինքն Հայաստանից ինչ է պահանջում։ Ոչ Հայաստանը կարող հարկադրի, ոչ Ադրբեջանը, նույնիսկ երկուսով որ դիմելու են, ոչ մի բան չէր փոխվելու։ Ֆրանսիան, ոչ մի բան չէր փոխվելու։ Եվ Ադրբեջանը դա հասկանալով, որ Հայաստանը այդպես հեշտ համաձայնվում է, իդեպ այդ էլ մի ուրիշ պատմություն է, որ դա էլ այտենց հեշտ չի կարելի էլի ասել, հա դե լավ, կոնֆլիկտը լուծված է, Մինսկի խումբը այլևս Մինսկի խմբի կարիք չկա, ոչ կոնֆլիկտը լուծված չի։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը մի բան է, Ադրբեջանի ներսում Արցախահայության իրավունքների պաշտպանությունը, որը որ անկյունաքարային հարց է, այդ թվում Մինսկի խմբի շրջանակներում ձևավորված խնդրի կարգավորման ճարտարապետության չի կարող այսպես Հայաստանի եւ թեկուզ իշխանությունների մի ստորագրությամբ վերանալ, հա։ Բայց լավ, նույնիսկ այդ որ համաձայնվում են, Ադրբեջանը մտածում է, դե որ այսպես հեշտ համաձայնվում են, երևի մտածում են, որ դե մեկ է մեր դիմելով չի այդ հարցը, ուրեմն մենք ոչ թե Հայաստանից դա պետք է պահանջենք, այլ համաշխարհային հանրությունից, այդ որ դուք ուզում եք խաղաղությունը լինի, այս պայմաններս կկատարեք, որ ասում է Ալիևը գնալով լկտի անում է, բայց չեմ կարծում դա ի օգուտ իրեն է լինելու եւ կամաց ես կարծում եմ բոլորի ասում եմ համբերության բաժակը կլցվի։
Դուք նշեցիք պետքարտուղարին, բայց հիշենք նաև Տրամպի անունից իր խորհրդականի փոխանցած ուղերձը, որ սպասում է օր առաջ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ոլցի, դե այստեղ պարոն Խորշուդյան, երևի մենք Հայաստանյան Հանրությունը կարիք ունի ավելի կոնկրետ գործողություններ նույն Միացյալ Նահանգներից, ասենք նախորդ վարչակազմը իհարկե ավելի անուղղակի էր իր մեսիջները հղում, որ լավ կլինի խաղաղություն լինի, որպեսզի ռեգիոնալ ապաշրջափակում, տնտեսական համագործակցություն եւ այլն, այս վարչակազմը ավելի կոնկրետ է, հա, կոնֆլիկտը պետք է դադարի, պետք է հայ գերիները ազատ արձակվեն, պետք է ստորագրվի եւ վավերացվի, ընթացակարգ է կոնկրետ նկարագրվում, սրանք իհարկե, ինչպես նշեցիք, դրական զարգացումներ կարելի է ընկալել, որ մարդիկ տեսադաշտում են պարոն պրոբլեմը, բայց այդ ձեր կարծիքով որը կարող է լինել կոնկրետացումը, այս գործողությունների կոնկրետացումը, ԱՄՆ պետքարտուղարության կամ նախագահի ադմինիստրացիայի, այ ինչ կոնկրետության սպասել, որպեսզի այդ շարքը, շարանը, այսպես ասենք, պահանջների Հայաստանից դադարեցնի, դեպ նա չի ասում, որ այս երկուսը կատարեք եւ մենք ասում է կատարեք եւ կստորագրենք, բայց փաստ չի, որ դա կլինի վերջը։ Պահանջներ էլ կա, որի մասին էլի հնչեցրել է, հա։ Ապառազմականացում, չգիտեմ, 1000 մի բան։ Իր պատկերացրած փախստականների վերադարձ Հայաստան եւ ռեպարացիաներ եւ այլն եւ այլն։ Իդեպ նա չի էլ թաքցնում, որ այդ պայմանագիրը ստորագրելուց հետո էլ որտեղ կետ կա, որտեղ որ հայցեր այլևս չեն լինելու, հա, կամ եղած հայցերի հետ են քաշվելու, ինքը չի թաքցնում, որ այդ ստորագրելուց հետո էլ իրենք այդ ռեպարացիաների հարցով դիմելու են միջազգային դատարաններ։ Այսինքն այս հայցերի հետ կանչելը վերաբերում է մենակ այն հայցերին, որտեղ մենք հաջողության ենք հասել միջազգային միեդում եւ ուրեմն քրեական դատարանում միջազգային։ Կներեք, բայց հարցս հիշեք, որ պատասխանենք, բայց Հայաստանը իր գլխավոր հայցը չի ներկայացրել, դա Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների պատժման հայցն է եւ դա էլ կարող է լինել հայկական կողմի, այսպես հակակայել Ադրբեջանի, եթե ինքը այսպես փորձի թակարդ լարել Հայաստանի համար, մենք մեր լավ հայցը հետ վերցնենք, պարոն Ալիևի դեմ էլ կարող է, չէ, հայկական կողմից հայց ներկայացվել։ Դա մեզ պարոն Ալիևը այդքան չի հետաքրքրում, ինչքան որ Արցախյան խնդիրը, իսկ այդ լավ հայցը, որ ասում եք մենք հիմա հաղթում ենք, եւ որին իդեպ նաեւ իշխանությունները բավական թերագնահատում են, ասում են դա հիմա ինչ կապ ունի, հա, այդ փաստաթղթերը միջազգային եւ այլն հիմքով հայտարարություն։ Այո, չէ, ասում են դե այդ հա լավ է, դատական շուր ակտեր են, որոնք որ ոչ մի նշանակություն չունեն, Ալիևի վրա որևէ ազդեցություն չունեն, այդպես չի։ Այդ Ալիևը 20 տարի, այսպես փաստաթուղթ հավաքում էր Հայաստանի դեմ, բանաձևեր, դատական վճիռներ, Չիրագվի հայցը Հայաստանի դեմ շահեց Եվրոդատարանում, որի արդյունքում հիմա կարողանում է միջազգային հանրությանը ասել դուք եք հաստատել, որ Հայաստանը ունեցել է ուրեմն վերահսկողություն, արդյունավետ վերահսկողություն է ունեցել Ադրբեջանի այդ տարածքների վրա, որը որ ինքը համարում է օկուպացված է եղել եւ այլն Հայաստանի կողմից։ Չնայած բանաձևում 5 երկրների, հա, անվտանգության խորհրդի բանաձևում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 93 թվականի վերջի բանաձևը նկատի ունեմ հատկապես, բայց բոլոր բանաձևերը չկա որևէ օկուպացման Հայաստանի կողմից տարածքների օկուպացման հարց կա հայկական ուժերի, այո, տեղական ուժերի հետ քաշման այդ շրջաններից եւ կա կոչ Հայաստանին, որ ազդի իր ազդեցությունը բանեցնի իր ուժերի վրա, որ ոչ թե հայկական կողմին կա կոչ, որ անի ինչ որ զորքեր օկուպացված տարածքներ։ Եկեք վերադառնանք կոնկրետացման հարցին, այն պետքարտուղարության կամ ԱՄՆ-ի այս քայլերը տեսնում ենք, ոնց կոնկրետացնել այդ ջանքերը, ինչ անել, որովհետեւ վատատեսական գնահատական էլ կա, որ Թրամփի եւ Ալիևի պատկերացումները կամ արժեքները ավելի մոտ են իրար, գործարքային տրամաբանությամբ Ադրբեջանը այդտեղ ավելի շատ շանսեր ունի էներգետիկ ռեսուրսներ առաջարկելու եւ այլն, եւ եթե ԱՄՆ-ն սկսի լրջորեն զբաղվել, մենք կարող ենք դուժել, այսպես։ Կա այդպիսի վտանգ, բայց այստեղ կա ինստիտուցիոնալ հիշողության հարց, որը որ ինչքան էլ Տրամպը նախորդ իշխանությանը Բայդենի չի ընդունում, բայց արտաքին շահեր հետապնդած որոշումների շարունակականությունը կարծես թե այսօրվա ադմինիստրացիան ապահովում է։ Հենց խոսքը գնում է մեկը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև այսօրվա իրավաքաղաքական հարաբերությունների ձևաչափին, որը որ ամրագրված է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրում, կանոնադրության մեջ ավելի ճիշտ։ Եվ այդ կանոնադրությունը ենթադրում է քայլեր, որոնք որ պետք է օր առաջ կյանքի կոչել։
Եվ այդտեղ կարելի է խորացնել հարաբերությունները, լավ դաշտ կա խորացնելու, եւ այն որ օրինակ մեր տարածք է մտել Միացյալ Նահանգների զինված ուժերի ստորաբաժանումներ եւ իրենց զենքով զինամթեր, որը բավական այսպես աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում եւ Ռուսաստանում, դրա լավ ցուցանիշ են, բայց դա շարունակելու լավ հնարավորություն կա։ Զորավարժության համար, չէ՞, արծիվ գործընկեր 25։ Օրինակ ոչ մեկ մեզ չի սահմանափակել, որ այդ զորավարժությունները պետք է լինեն տարին մի անգամ։ Ադրբեջանը Թուրքիայի հետ տարին մի քանի անգամ զորավարժություններ էին անում, հիմա այս վերջին տարին չգիտեմ քանի անգամ են արել, բայց մինչև 2020 թվականի պատերազմը համենայն դեպս շատ ինտենսիվ անդադ զորավարժություններ են անում։ Եվ Ռուսաստանի համար ոչ մի խնդիր չէր դա։ Հիմա ճիշտ է, ինչ որ աղմուկ անում են, բա ոնց կլինի եւ այլն, բայց էլի մեծ հաշվով որևէ լավ այսպես ասած պատժամիջոց Հայաստանի հանդեպ այն պատճառով որ ամերիկյան զորքեր են ներկա այսօր փաստացի Հայաստանի տարածքում ոչ մի բան չկա։ Իրանն էլ բավականին զուսպ է վերաբերում դրան։ Եվ շատ հետաքրքիր է Հայաստանի, այսպես ասենք, մարտավարությունը։ Ես այս թեման ուսումնասիրեցի, իդեպ Ադրբեջանը, Օմանը եւս մի պետություն կար, որը հուսամ կհիշեմ, եւ Հայաստանը, պետություններ, որոնք զորավարժություններ եւ Հնդկաստանը զորավարժություններ են անցկացրել եւ Միացյալ Նահանգների հետ եւ Իրանի հետ, հա, այսինքն համարյա պատերազմող երկու պետություններ, եւ այս շրջանում երբ որ հայկական կողմը կարողանում է երկուսի հետ էլ զորավարժություն անցկացնել, դա շատ հետաքրքիր այսպես մարտավարություն է։ Ես ուրիշ բան եմ ասում։ Եթե բոլորը համակերպվել են նրա հետ, որ Միացյալ Նահանգների զորաճոկատները կարող են ներկա գտնվել թեկուզ ժամանակավոր Հայաստանի տարածքում, ով է մեզ խանգարում զինավարություններ անել տարին 10 անգամ, ոչ թե մի անգամ։ Եվ անել, ասենք, օգոստոսի վերջանալու է, սեպտեմբերի սկիզբ ուրիշն է սկսվելու։ Եվ դա ամերիկյան զորքերի մշտական ներկայություն կապահովի, որ անվտանգության լրացուցիչ բարձիկ է մեր համար, բնականաբար հիմա քան դեռ ամերիկացիները այստեղ ներկա են, Ադրբեջանի համար հասկանալի չէ, բավականին խնդրահարույց է ինչ որ բաներ էսկալացիայի գնալ, այլ չեմ ասում եվրոպական դիտորդների մասին, որ ամերիկացիների ներկայությունը ընդհանրապես հավելյալ բարձիկ է, մանավանդ սա զինված ներկայություն է, ի տարբերություն եվրոպական դիտորդների, որոնք անզեն ներկայություն են։ Ուղղակի նրանք սահմանին են, սրանք սահմանից մի քիչ հեռու են։ Հիմա ով է մեր ձեռքը բռնել, որ ասենք սեպտեմբերին էլ ավելի լայնամասշտաբ, ավելի մեծ ծավալի զորքերով ամերիկյան, ուրեմն սկսի այդ մաները զինավարժանքները, հա։ Հասկանում եք, այսինքն կա այդ նախադեպը կա, բոլորի կողմից համակերպումը կա, լոգիստիկ խնդիրներ լուծված են, Վրաստանը ոչ մի արգելք չի բանանում այդ ոչ զորքերի, ոչ զինամթերքի տեղափոխման առումով։ Ինչն է մեզ խանգարում դա ընդլայնել։ Հասկանում եք, ինչն է մեզ խանգարում հաջորդը անել Ֆրանսիայի հետ։ Դա բազայի տեղադրում չէ, որ ասեն, օ, ոնց կլինի, հա, ՆԱՏՕ-ի բազան է կա մեր քթի տակ եւ այլն։ Թուրքական զորքերը Ադրբեջանում նստած են, Ռուսաստանի քթի տակ։ Շատ լավ էլ համակերպել են։ Աղդանում նույնիսկ համատեղ դիտորդական բան են ստեղծել։ Մինչև հիմա Կասպիցի վրա, չգիտեմ ինչ ձևաչափով, բայց թուրքերը դեռ ներկա են Ադրբեջանում, որը որ խախտում է նաեւ Կասպից ծովի շուրջ այդ 5 երկրների համաձայնության։ Իսկն Ալիևը թքած ունի բարձր զանգակատնից Ռուսաստանի ցանկացած շահի վրա կամ Ռուսաստանի ցանկացած պայմանավորվածություն։ Ռուսաստանը դա հետ համակերպվում է, չէ՞։ Հիմա մենք, որը որ ոչ մի սահմանափակում, ոչ մի խնդիր ուրեմն չունենք, բերենք կամաց այդ ներկայությունը գոնե ապահովենք, որովհետև այն ռեֆորմները, որը բանակում տեղի են ունենում, ցավոք սրտի, շատ դանդաղ են գնում եւ գնալով դանդաղում են։ Եվ կա դժգոհություն նաեւ եւ հիասթափություն ցավոք սրտի մեր արևմտյան գործընկերների կողմից, շատ մանրամասներ չեմ ուզում հիմա այստեղ ներկայացնել, բայց ուղղակի ամոթից գետինն եմ մտնում, երբ որ նման խոսակցություններ եմ լսում։ Հանեք այդ ծերակույտին, ուղարկեք թոշակի։ Ընդ որում ծերակույտ տարիքի նկատի չունեմ, սովետական մտածողություն նկատի ունեմ, որտեղ այնտեղ կան նաև տարիքով լուրջ մարդիկ բանակում։ Բայց այդ բանակի ղեկավարությունը այսօրվա գլխավոր շտաբի պետով, նրա մի տեղակալով, Կարեն Գրիգորյանով եւ այլն, ուղղակի արգելակ են այդ բարեփոխումների արևմտյան տեսակով արևմտյան ստանդարտներին ՆԱՏՕ-ին համապատասխան։ Եվ ցավոք սրտի բանակում արկա այդ բարեփոխիչները, որոնք որ հասկանում են կարևորությունը ՆԱՏՕ-ի ստանդարտների, որտեղ տեսան 44 օրյայի ընթացքում սովետական ստանդարտներին ինչին բերեցին, նրանք փոքրամասնություն են։ Եվ որի աջակցություն նաև քաղաքական ղեկավարության կողմից, որի ներկայացուցիչն է Պապիկյանը բանակում, չեն ստանում։ Իսկ դա խնդիր է։ Էլ չեմ խոսում Կարեն Բրուտյանի հետ կապված տարբեր պատմությունները, տարբեր կոռուպցիոն ռիսկերի հետ կապված։
փոխնախարար Կարեն Բրուտյանի մասնակցությամբ։ Այսինքն մենք կարող ենք ունենալ արտաքին աջակցություն, բայց ներքին տնային աշխատանքը ձախողել եւ չունենալ ավելի արդիական զինված ուժեր։ Հիմա գիտեք ինչի վրա է շեշտադրումը, որ շատ զենք գնենք, հա, շատ լավ է։ Դա հրաշալի է։ Բայց այդ զենքը գնելուց բացի, այդ զենքը արդյունավետ օգտագործման տնօրինման հարց կա։ Չնայած այդ զենքի նաև որակը ստուգելու հարցեր կա, որոնք որ հատկապես որոշ տեղերից երբ որ ստանում ենք, միշտ չի որ այն որակը ապահովում են, որը որ մեզ անհրաժեշտ է, հա, որը որ նորմատիվային նաև կա, գրված է, հա։ Այն ինչ որ նախքին ՊՆ-ի օրոք եղավ եւ 20 թվին մեր գլխին ջարդվեց, որոշ մասով ցավոք սրտի, այսպես լուրեր կան, այսպես ասենք, որ շարունակվում է, հա։ Բայց ամենայն դեպս դա կադրային փոփոխությունների հիմք պետք է դառնար։ Բայց այդ ամեն ինչով հանդերձ այդ զենքը տիրապետելու հարց կա։ Նոր զինատեսակներ, զորքի տեսակներ, ներողություն, զորքի տեսակներ ձևավորելու հարց կա։ Այդ ԱԹՍ-ների ղեկավարման, կառավարման, վաղուց պետք է դա զորատեսակներ, այո, արհեստական բանականության ներդրման, հատուկ ուրեմն պետք է բաներ լինի, ստորաբաժանումներ լինի, որոնք որ գիտահեն ուղղվածությամբ պետք է հասկանան, թե բանակում, հատկապես կառավարման ոլորտում, այդ մարտի կառավարման ոլորտում, լոգիստիկայի կառավարման ոլորտում, ԱԲ-ն, իսկ արհեստական բանականություն, իսկ ավելի ճիշտ արհեստական ինտելեկտը ինչպես կարող է, բայց այն մարդիկ, որոնք որ սովետական մտածողության կրողներ են, ոչ միայն չեն հասկանում եւ չեն ուզում ճանապարհ տալ աշխատելու նրանց, ովքեր հասկանում են, որտեղ դա իրենց համար վտանգ է, որտեղ իրանք չեն երևալու այդ հասկացողների ֆոնին։ Եվ դրա համար սաբոտաժ է գնում։ Իսկ իրանք համար այդ մարդկանց համար դա էական նշանակություն չունի, որտեղ իրանք պատկերացում չունեն ժամանակակից պատերազմների մասին, ժամանակակից մարտի վարման կանոնների մասին։ Մնացել են սովետական բանի գրկում եւ իրենց փայփայում է այսօրվա իշխանությունը, չգիտես ինչի։ Դե իրենց հաշվարկներն ունեն երևի իշխանությունները ամեն դեպքում։ Պարոն Խուրշիդյան, տեսեք, այն միջազգային հարաբերություններ ներկա համարյա քաոտիկ, եթե չասենք գոնե մեդիաներում պատերազմական է ներկայացվում, ընդհանուր այդ տարիֆային պատերազմները, Եվրոպա, Միացյալ Նահանգներ, հարաբերությունները, լարվածությունները։ Իդեպ Ռուսաստանը կարծես սկսել է զայրացնել նախագահ Թրամփին, այսպես արդյունք ցույց չտալու իմաստով պատերազմի կասեցման, ինչքանով պետք է ազդեն Հայաստանի օրակարգի վրա արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիայի գնալու, որովհետև կան օրինակ ԵՄ-ի թեմայով, հա, ԵՄ-ի անդամակցության, որի ջատագովներից դուք եք եւ նախաձեռնողներից Եվրաքվեի, որ Եվրամիության ընդլայնումը դա միշտ ուղեկցվում է ԱՄՆ-ի աջակցությամբ անվտանգային հովանի, ԱՄՆ-ն է տրամադրում նոր անդամներին, ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ կամ հենց իր այսպես միջոցներով, եւ քանի որ հիմա խնդիր կա այս հարթությունում, MBC-ն հաղորդում էր հավանաբար 10,000 զինծառայողներ ամերիկացի դուրս գալու հավանականության մասին Եվրոպայից, որ 22 թվականից հետո են, այո, եկել Դա թե կենտրոնականն է։ Մենք դրան դեռ կհետևենք արդյոք այդպես է թե չէ, բայց ակնհայտորեն ԱՄՆ-ն չի ուզում այդ դերակատարությունը շարունակել անվտանգության ապահովման 250 միլիարդից ավելի գումար են ծախսում տարեկան իրենց զորքերի պահպանության համար։ Սա այսպես ձեզ պեսիմիզմի տեղ չի տալիս, թերահավատության, որ կարող է Եմեն պարփակվի իր ներսում իր խնդիրներում, Հայաստանին չընդունի, խոսենք նաև հայ-ամերիկյան հարաբերությունների վեկտորից այսպես։ Երկու հարց կա այնտեղ, մեկը կփարփակվի ներսում իր խնդիրներով եւ երկրորդը Հայաստան չի ընդունի։ Այդտեղ տարբեր բաներ են։ Որտեվ եթե նույնիսկ ինքը պարփակվում է իր ներսում, բայց ինքը շարունակում է ուժեղացնել իր մարտական պատրաստությունը, իր բանակների հզորությունը, զինամթերքի ծավալները եւ այլն, դա նշանակում է իր գործոնը ավելանում է։ Եվ ինչքան էլ ինքը ներսում պարփակված լինի, բայց իր սահմաններին պատերազմը իր համար չի կարող այսպես պարփակման առարկա դառնա, հա, հակառակը ինքը միշտ էլ իր սահմանների երկայնքով պետք է շարունակի ակտիվ գործողություններ, պաշտպանական գործողություններ, նաև օգնելով Ուկրաինային, նաև օգնելով մեր տարածաշրջանում պատերազմների կանխման առնվազն։ Նույնիսկ եթե Հայաստանի Եվրոմիության անդամության հարցը այդպես առաջնային իրենց համար չդիտվի։ Որը որ հարց է, այդ չեն կարող հիմա այդպես խնդրում։ Եվրոպական հանձնաժողովը որևէ կերպ չարձագանքեց Հայաստանի
այս քայլին նշանակում է ողջավորված չեն մեղմ ասած։ Ну, այո, կա որոշակի դժգոհություն Հայաստանի իշխանությունների կողմից էլ, անդադ լսում ենք, որ այդ աջակցությունը գոնային ձևով, որ կուզենային Հայաստանի իշխանությունները գործադիր մակարդակով չեղավ, որտեղ Եվրոպարլամենտի մակարդակով եղավ։ Եվ այդ իմաստով ես կարող եմ այդ մտահոգությունը կիսել, բայց կներեք կա նաև դիվանագիտական աշխատանքի եւ արտաքին գործերի նախարարության իր գործի թերակատարում։ Այստեղ ես տեսնում եմ այդ խնդիրը, որ կարելի է նաև հասնել նրան որոշակի հանգամանքների բերմամբ, որ այդ աջակցությունը լիներ։ Միգուցե ԱԳՆ-ն չի ցանկացել ռեսուրսներ տրամադրել 27 պետությունների կոնսենսուս ստանալու, հա, ողջունելու համար այդ կոնսենսուսը նույնիսկ պետք է չէր։ Չէ, այդ ողջունելը կարող էր անել արտաքին գերատեսչության ղեկավարը, կարող էր անել Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը, Եվրոպական խորհրդի ղեկավարը։ Այո, որովհետև եթե պետությունները ողջունեն, ինչ որ պատասխանատվություն են իրենց վրա դնելու, որ Հայաստանի հայտը վաղը մյուս օրը դրական իմաստով։ Որևէ պարտավորություն դա չէր բերելու, որտեղ այդ ողջունելը նշանակում է, որ կանցնեք այդ ճանապարհը, որը բոլորը անցել են, իսկ այդ ճանապարհին այնքան պատճառներ կարող է լինել, եթե չուզենային իրանք ընդունեն, ճանապարհին ասեն այդ մեկը չեք ընդունել, ոնց որ Թուրքիային են օրինակ անդադ ասում, հա, այդ մի ստանդարտին չեք համապատասխանում օրինակ։ Այդպես չի էլի, իրենք ողջունելու համար այդ մեծ, եսի ինչ ռեսուրս պետք չէ լինելու, ինձ թվում է ընդհանրապես լավ աշխատանք էր պետք, որը ցավոք սրտի չի ստացվել կամ չի այդ ուղղությամբ լուրջ ջանքեր չի էլ գործադրվել։ Երևի մտածում են, որ ինքնաբերաբար պետք է այդպես լինի, որ այստեղ մի քայլ անեն, այնտեղից միանգամից ողջունեն, հա։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք նաև քաղաքացիական մակարդակով իհարկե պետք է այդ աշխատանքը շարունակենք, մեր գործի մեր մասը գոնե ես նկատի ունեմ Արևելյան գործընկերության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, ՍԵՊԱ-ի պլատֆորմը, հա, անձամբ մեր կազմակերպությունը հենց ես մեր գործը հնարավորինս այն ռեսուրսների շրջանակներին, որը տիրապետում ենք, մենք պետություն չենք, պետական ռեսուրս չունենք։ Այդ երկու կառույցն էլ որ ասում եմ, ընդհանրապես գրեթե զրոյական բյուջե ունի, հա։ Հասարակական հիմունքներով մարդիկ աշխատում են, ինչ որ գործ են անում հիմնականում ավելի շատ պահանջելը ճիշտ չէր լինի եւ այդտեղ էլի իշխանությունները խնդիր ունեն։ Երբեմն իրենք ասում են, որ մեզ աջակցեք, կոչեր են անում քաղաքացիությանը եւ այլն, բայց կներեք էլի, բայց այդ քաղաքացիությունը պետք է նաեւ դուք աջակցեք քաղաքացիությանը, որ այդ փորձագետները եւ այլն կարողանան ամբողջօրյա ռեժիմով իրենց կարողությունները տրամադրել ձեզ, այսինքն պետությանը աջակցելուն, այդ թվում այդպիսի հարցերում, արտաքին քաղաքական հարցերում։ Բայց եթե ամեն մարդ մտածում է իր օրվա խնդիրները լուծելու, աշխատանք ունենալու, աշխատավարձ ստանալու վրա եւ զուգահեռ երեկոյան 1-2 ժամ է տրամադրում այդ հարցերին, այդպես իրենց կարողությունները այդ ուղղությամբ չեք կարողանալու օգտագործել։ Հա, ամեն մեկը չի որ ինպես պատրաստ է առավոտվանից երեկոն հասարակական գործունեությամբ զբաղվել եւ ասենք ունենալով ինչ որ բիզնես եւ այլն, որը օգնում է առանց ոչ մի բանի այդ ֆինանսական խնդիրները լուծել։ Գործունեությունը գնահատման կարիք ունի եւ լավագույն մասնագետները պետք է գնահատվեն, բայց այսպես Ամերիկա, եվրոպական հարաբերությունները, այս տարիֆային պատերազմն էլ ոնց որ ֆոնը ավելի է սրում, պարոն Խորշիդյան, քիչ չի արժեբանական տարբերություններ կան, աճ պահպանողական Թրամփյան վարչակազմ Վենս իր Մյունխենյան այդ համաժողովի ելույթը պայթեցրեց ուղղակի եվրոպական մեդիաները վերնագրերով, հա, պեսիմիստական, արժեբանական խնդիրներ, անվտանգության հարցի շուրջ, տարբերություններ տնտեսության հարաբերություններում բավական մեծ լարվածություն, թեև Թրամփը չեղարկեց, բայց դեռ չգիտենք ինչ է տեղ ունենալ։ Այսինքն դուք նաև գիտեք, այս հարցը ինչով է կարևոր, չեք տեսնում միասնական արևմուտք կոնցեպտի փլուզում, ոչ թե վտանգ, այլ փլուզում, եւ այստեղ նաև Ռուսաստանի ախորժակի բարձրացման հարց կարող է լինել, այն փոքրիկ պետությունները, որ գտնվում են այս կայսրության կողքին, հաստատ չեն ուզենա, որ նրա ախորժակը բացվեր։ Դեռ չեմ տեսնում այդպիսի փլուզման ինչ որ լուրջ վտանգ։ Այն ռետորաբանությունը, այն շոուն, որ այսօր իրականացնում է ԱՄՆ նախագահը, երբեմն նաև բավականի անհնելի ռետորաբանության ոնց որ երեք մենք տեսանք, հա, ուղղված բոլոր գործընկերներին։ Ես կներեք այս օրերի լավագույն հումորը որ լսել եմ, ասում են
Թրամփի ֆոնին Նիկոլ Փաշինյանը պետականամետ, պետականաշինարար գործիչ է ուղղակի թվում, սա ուղղակի մեր Հայաստանը։ Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, Կայուն։ Ես չեմ լսել որևէ գործիչ, որը իրեն թույլ տար աշխարհի լիդերների հանդեպ այդպեսի ինչ-որ բարակապակցություն, բայց լավ, ինչևէ, ես ավելի շատ տեսնում եմ, որ Միացյալ Նահանգները փորձում է ուղղակի իր վրայից բեռը համաշխարհային անվտանգության համար, արևմուտքի պարտավորությունների կատարման համար աշխարհի հանդեպ ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, միջազգային իրավունքի առկայության համար այդ ամեն ինչը տեղափոխել եվրոպացիների վրա մասամբ։ Արդյոք դա արդար է, ես կարծում եմ, որ եթե մի քիչ ավելի կոնստրուկտիվ ռետորաբանությամբ այդ ամեն ինչը արվեր, կհասկացվեր բոլորի կողմից, որովհետև իրոք Միացյալ Նահանգների վրա այդ բեռը բավականին ծանր նստած է եւ այսօր ՆԱՏՕ-ի ծախսերի մեծ մասն է իր վրա եւ Այն դեպքում Եվրոպայում հսկայական գումարներ է ծախսում 250 միլիարդ։ Եվրոպական մրցանակը կարող է հոգալ փողային առումով հեշտ չեղած։ Այդ առումով եվրոպացիները լավ տակուկ տեղավորվել են այդ իմաստով եւ օգտվել են այդ ամեն ինչից։ Դե հիմա Տրամփը ճիշտ է ասում, նախկին նախագահներն էին մեղավոր Միացյալ Նահանգների, եթե թույլ ես տալիս, որ օգտվեն քո հնարավորություններից, ճիշտ է, այդտեղ ախր շատ բազմաշերտ է այդ հարաբերությունները։ Այնպես չի, որ Եվրոպացիները օգտվել են, Միացյալ Նահանգները չի օգտվել։ Միացյալ Նահանգները իր հեգեմոն դերից, այդ հեգեմոն դերն է, չէ՞, նաև ինքն էլ է օգտվել։ Ինքը օգտվել է օրինակ նրանով, որ այդ հեգեմոն դերիչների միջև հիմա դոլարը մնում է միջազգային հիմնական արժույթը։ Իսկ ով է տպում դոլարը Միացյալ Նահանգները։ Եվ հենց ուզում է ինքը ինչ-որ պարտ կանել, ինչ-որ ծախսեր անել, տպում է եւ այդ տպածի ինֆլյացիոն ամբողջ բեռը ոչ թե իր վրա է միայն մնում, որտեղ ցանկացած երկիր եթե փող է տպում չհիմնավորված, հա, այդ ինֆլյացիա է առաջացնում եւ իր տնտեսությունն է հարվածում։ Իսկ Միացյալ Նահանգները հարվածում է ամբողջ աշխարհի տնտեսությանը, որտեղ ամբողջ աշխարհն է իր դոլարից օգտվում։ Հասկանում եք, եւ ուզում ասեմ, այդպես չի էլի, այտենց միանշանակ չի։ Այ հիմա որ տարիֆները մտցնում է Տրամփը, իդեպ մաքսատուրքեր են թարգմանում մեր մոտ, մաքսատուրքերը մի քիչ ուրիշ բան է, հա, տարիֆների համեմատ, բայց լավ, ինչևէ, դրա համար տարիֆ բառը ավելի լավ է հենց հասկանալու համար, թե ինչ նկատի ունենք, որտեվ մաքսադրույթներ կա, մաքսատուրքեր մի խոսքով։ Մենք տնտեսագետներ չենք այդ։ Հիմա այդ իմաստով ինքը արդեն ցույց տվեց, ինքն էլ հասկացավ, թե ինչ վտանգ կարող է հենց Միացյալ Նահանգների տնտեսությանը դա բերել։ Մի կողմից իհարկե ինքը Միացյալ Նահանգների պարտքի բեռը էապես նվազեցրեց այս ցնցման պատճառով։ Ինչ տեղի ունեցավ, ներդրողները ակցիաներից իրենց գումարները հետ քաշեցին, համենայնդեպս 2 շաբթի հատկապես եւ անցած շաբաթվա վերջ 3 միայն 3 ժամը տենց 8-9 կողմերը մեր ժամանակով, երբ որ Միացյալ Նահանգներում Տրամփը հայտարարեց, որ 3 ամսով հետաձգում է, միանգամից էլի ակցիաները սկսեցին աճել, այսինքն ներդրողները սկսեցին էլի գնել ակցիաներ։ Բայց միջև այդ ինչ էին արել, ուրեմն այդ ակցիաներից գումարները հանել էին, իսկ գումարը որ հանում ես, ինքը սառում է, ինքը օգուտ չի բերում։ Դու միտեղ պետք է ներդնես։ Կամ պետք է ոսկի գնես, որը շատերը արեցին եւ ոսկու գինը էլի սկսեց աճել 3000 անցավ արդեն ունցիայի գինը $3000-ից 3100-ն եմ իսկ ասել, հա։ Կամ դիվերսիֆիկացնելու համար հատկապես շատերը գնում են Միացյալ Նահանգների էլի պարտատոմսեր պետական։ Եվ այս դեպքում ավելի շատ սկսեցին գնել, որտեղ դա գոնե երաշխավորված ինչ որ շահույթ է ապահովում, բայց որ շատ պահանջարկ առաջացավ, միանգամից պարտատոմսերի տոկոսը իջավ։ Այսինքն Միացյալ Նահանգների պետբյուջեի վրա այդ բեռը, որը առաջ 5% էր, դարձավ 4% եւ տենդենց կար, որ 3%-ի հասնի, իսկ դա տրիլիոնավոր դոլարներ է, հասկանում եք, այսինքն ինքը Տրամփը այս ամեն ինչը խառնելով հանդերձ, նու ես չգիտեմ հիմա այդ հետ նահանջից հետո ինչ կլինի, որտեղ ինքը պետք է հասցներ ամբողջ իր պարտքը վերաձևակերպեր արդեն էժան տոկոսադրույքներով, չէ՞։ Չեմ կարծում դա իրեն հաջողվեց, տենց կար ժամանակում եւ այլն, բայց չգիտեմ էլ հիմա գները փոխվեցին այս հետ նահանջից հետո, թե չէ, պարտքի գները նկատի ունեմ։ Ուզում ասեմ, բարդ տնտեսագիտական սխեմաներ են աշխատում, այնպես չի, որ լրիվ այսպես անհիմն ինչ որ քայլեր է ձեռնարկում եւ բոլորը ասում են նա լավ չի պատկերացնում եւ այլն, բարձր որ ինքը անձամբ չի այդ ամեն ինչը անում, դեռ նաեւ կան խորհրդականներ, բավական լուրջ տնտեսագետներ կան, տարբեր մոտեցումներ ունեցող։ Ճիշտ է, մի քանի տրիլիոնի էլ ակցիոներներին վնաս տվեցին, այսինքն հատկապես մեծահորիստներին նաեւ, դրա համար էլ Մասկը ոտու ձեռ ինքն է 5 միլիարդի վնաս կրեց, բայց Մասկը ոտու ձեռը ընկե 300 միլիարդի մենակ նա կորցրել էր եւ այլ տարբեր միլիարդատերեր, բայց Բաֆետը տեսեք բավականին հետաքրքիր քայլ էր արել, նախորոք հասկանալով ինչ է իրեն սպասվում,
ինքը իր ակցիաների զգալի մասը կանխիկացրել էր, բայց կամած, որպեսզի անկում շատ սուրճ չլինի, հա, Berkshire Hathaway բան կար մի հատ ընկերություն կա, որտեղ ինձ հիմնական ներդրումներ անում է, եւ ինքը կանխիկ գումար էր կուտակել, որ այս նաեւ անկման ֆոնին ինքը կարողանար էժան ակցիաներ գնել։ Ես ամեն ինչ չեմ ասում, որտեղ դա շատ կարևոր է, նաև մի քիչ ուզում հավեսի գցեմ մեր հայ հասարակությանը, ֆինանսական գրագիտությունը մարդիկ իրենց զարգացնեն, որտեղ դա յուրաքանչյուր ընտանիքի բյուջեից սկսած մինչև իրենց բարեկեցությունը շատ կարևոր է տարական բաներ հասկանալ։ Չեմ ասում բոլորը գնան ակցիոներական շուկայում սկսեն առևտուր անել, չնայած դա էլ բարդ չի, հա, հիմա մեթոդաբանությունը Հայաստանում նստած կարող է Միացյալ Նահանգներում ակցիաների առևտուր անել եւ կարող է շատ լավ ստացվել շատերի մոտիվեր, եթե տարական ֆինանսական գրագիտություն եթե ունենա։ Մեր հանրությունը սկսի ֆինանսական խաբեությունների զոհ չդառնալուց։ Գոնե դա արդեն կլինի։ Հետո նոր ակցիաների մասին կմտածենք։ Չէ, բայց ես տեսնում եմ այդ ֆինանսական խաբեությունների զոհ ովքեր են գնում, ովքեր գումարներ ունեն, չգիտեն ուր ներդնեն։ Ու մի հատ Facebook-ում տեսնում են ինչ որ մի հատ fake ասում է $1 միլիոն մեզ տալիս եք եւ շուտով այսքան գումար, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի դեմքով էլ գրում են կամ Ռուսաստանի Գազպրոմի ինչ որ ակցիաների եւ այլն։ Մարդիկ գնում են այդ $1 միլիոն, պատկերացնում եք $1 միլիոն դու Facebook-ի բանով, այսինքն ինչքան մարդ կա, հələ այդ մեկը որ խափնվել է, ինչքան մարդ կա, որոնց ձեռը միլիոնավոր դոլարներ կա, չգիտեն ուր ներդնեն։ Դա նաեւ մեր խնդիրն է, տնտեսական խնդիր է, որ չեն ապահովել Հայաստանում ֆոնդային բորսայի զարգացում, որ մարդիկ գոնե տեղական արժեթղթեր գնեն։ Ուրիշ բան էլ չէ, տեղական արժեթղթեր եթե ժամանակին գնեին օրինակ, պատերազմից առաջ գնաց լնեին, տարական բան եմ ասում, շատ բարդ բան էլ չեմ ասում, երաշխավորված պետական պարտատոմսեր գնային, որոնք որ մոտավորապես 10% արժեին։ Իսկն 10% շահութաբերություն ունեն, հա։ Միջև պատերազմը ով որ գնել է այդ, ուրեմն 10%-ը, այս 4 տարվա մեջ 40% իր գումարը աճել է, եթե ընդ որում ինքը ուրեմն բարդ տոկոսով չի թողել, այսինքն այդ գումարը անդադ չի թողել, որ այդ գումարը գումարբերի այլ հանել է շահույթը, մայր գումարն է միայն թողել, նույնիսկ այդ պարագայում 40% 4 տարվա մեջ դա է ավելացել եւ 25% էլ բանի դոլարի դրամի արժեվորման, դոլարի հանդեպ դրամի արժեվորման շնորհիվ ավելացել։ 65% գրեթե կրկնապատկվել է այդ մարդկանց դրամը։ Պատկերացնում եք, ընդհանրապես տարական գրագիտություն եթե մարդիկ ունենան եւ առնեն Հայաստանի պետությանը պարտքով փող տված լինեն կոպիտ ասած։ Եկեք կոչ անենք մեր հանրությանը այդ հեշտ փող աշխատելու առաջարկներին, գովազդներին չխաբվեն, իրապես սա լուրջ խնդիր է, տեսնում ես մարդիկ դռնեդուռ ընկած բողոքում են բանկերից, բայց շատ հաճախ իրենք են իրենց անձնական տվյալները տվել, սիրելի հեռուստադիտողներ, որևէ մեկին ձեր փողերը մի տվեք, հատկապես երբ չեք ճանաչում այդ մարդկանց, մի հավատացեք հեշտ փողեր աշխատելուն, բայց եկեք նաև խոսենք միայն դա չի, եթե դրան հասանք, նաև հիմա սիգնալով է տարածված, սիգնալով տարբեր ուղերձներ են ուղարկում ու ասում են, «Էս սխմեք, որ վերաֆիկացնենք ձեզ» եւ այլն կամ ծանոթ մարդու անունից ուղարկում են, ինչ որ բաներ են սխմում, լինկեր են սխմում եւ ուրեմն ամբողջ իրենց տվյալները, գաղտնի տվյալները գնում են, այդ թվում կոդերը, փասվորդները գնում են ինչ որ մարդ։ Հա, լրացրեք ինչ որ հարցաշար եւ ստացեք 20000 դրամ։ Ինձ այնքան է եկել Facebook-ում, որ լրացրած լինե, միլիոնատեր դառած կլինեն, դա իհարկե կատակով։ Տարական գրագիտությունը ժամանակակից աշխարհի մարտահրավերներ ճանաչելուն է նաեւ վերաբերում, որ այդ մարտահրավերները եւ սպառնալիքներին դու չխաբվես եւ խնդիրներ չձևավորես։ Այո, դիմակայուն պետք է լինի մեր հանրությունը։ Եկեք ավարտենք հետեւյալով, պարոն Խորշիդյան, թվում էր թե Թրամփյան ժամանակները երանելի ժամանակներ են նաեւ Ռուսաստանի Դաշնության համար եւ իրապես մի շրջան կա, երբ որ ամերիկացի պաշտոնյաները մեկը մյուսին հետևելով կրկնում էր Պուտինի նարատիվները, ասենք Ամերիկան պատերազմում է Ուկրաինայի ձեռամբ Ռուսաստանի դեմ։ Մարգարիտա Սիմոնյանն էր փորձում մեզ 3 տարի համոզել դա, մենք չենք հավատում, մինչև դա լսեցինք պետքարտուղար Ռուբիոից, հա։ Նո ամեն դեպքում լավ, եկեք հասկանանք, այսպես ինչ սցենարներ կարող են լինել, զարգացում կարող է լինել Ռուսաստան-Ուկրաինա հարթությունում վերջին շրջանում մենք լսում ենք Թրամփի զայրույթի մասին հաղորդումներ, որ Պուտինը ձգձգում է այդ խաղաղության համաձայնագրի ստացումը կամ գործարքի, արդյոք իրապես Թրամփյան ժամանակները երանելի կարող են լինել Կրեմլի համար։ Տեսեք, շատ հետաքրքիր է, չնայած վախենամ այս վերջաբանով այդքան բանը ասել վերջաբանի մեջ տարօրինակ բարդ կլինի։ Բայց տեսեք, իրականում Թրամփը գործում է իր պատկերացումների հանգույն։
այնպես չի, որ իրականում շատ լուրջ ինչ-որ հեռահար հաշվարկներ արված է եւ այն մնացածը դերասանություն է, հա, այդպես չի։ Այդ այն ինչ որ մեզ թվում է թե դերասանություն է, դա իր էությունն է հենց։ Եվ բարկությունը եվրոպացիների վրա, եւ այդ դավադրությունների տեսություններին տրվելը, հա, եւ այդ տարբեր դավադրապաշտներով իրեն շրջապատելը, այդ թվում այլատիաց ինչ որ մոտեցումներ ունեցողներով, մի քիչ էլ ֆաշիստական ինչ որ մղումներ ունեցող եւ այլն, այդ ամենը պատահական չի, բայց այդ ամեն ինչը ունի սահմանափակումներ, Միացյալ Նահանգներ ժողովրդավարական երկիր է եւ այնտեղ էլ կան չափեր, որոնցից այն կողմ նույնիսկ այդպիսի ուժ ներկայացնող մարդիկ, որոնք որ բավականին բարձր լեգիտիմություն են ստացել, չէ՞, չեն կարող անել, որտեղ կան դատարաններ, որոնք արդեն նույնիսկ Տրամպի նշանակած դատավորները շատ դեպքերում սահմանափակում են իր որոշումները այսօր արդեն։ Կոնգրեսում նույնիսկ եւ Սենատում տեսնում եք արդեն Սենատը Կանադայի հանդեպ բաները ճիշտ է կոնգրեսը էլ պետք է դա գնա, իսկ կոնգրեսում ինքը հնարավորություն ունի դա չդնելու քվեարկության, բայց Սենատը որտեղ որ հանրապետական ունի մեծամասնությամբ չեղարկեց Կանադայի հանդեպ ուրեմն Միացյալ Նահանգների տարիֆները։ Այսինքն իր իսկ հանրապետականները նույնիսկ մի քանի ձայն տվեցին դեմոկրատներին, որպեսզի ապահովեն այդ չեղարկումը, որտեղ կա արդեն դիմադրություն։ Հələ այն ալիքը, որ եղավ հանրահավաքների եւ այլն, դա ուղերձ էր նաեւ հանրապետականներին, որ կարող է մյուս տարի կորցնել կոնգրեսի մեծամասնությունը, որտեղ կա մեծ դժգոհություն իրականում։ Նու այնպես չի, որ հիմա կտրուկ Տրամպի դեմ են մեծամասնությունը, դեռ ոչ, բայց այդ դինամիկան կա Տրամպի դեմ, տրամադրվածության, իսկ այս տարիֆներից ավելի մեծ վնաս որ ստանալու են բիզնեսները, հատկապես տեսեք Եվրամիությունը ինչ հետարքիր քաղաքականություն է վարում, թիրախային սանկցիաներ է կիրառում այն նահանգներից եկող ապրանքների վրա, որոնք որ աջակցել են Տրամպին ընտրությունների ժամանակ, Տեխասը կլինի, այդ հարավային նահանգներ եւ այլն։ Ուզում եմ ասեմ, աշխարհն է դիմադրում Տրամպին եւ Միացյալ Նահանգներում են դիմադրում եւ ինքը ուզի թե չուզի պետք է փոխի այդ ռետորաբանությունը, անկախ իր բնույթից, իր ցանկություններից եւ այն որ հիմա ինքը ասում է դե բարկանում է Ռուսաստանի վրա եւ այլն, դա նրանից չի, որ ինքը իրականում չէր ուզենա ամեն գնով Ռուսաստանի հետ խաղաղությունը կնքեր եւ Ուկրաինային զոհաբերեր, որի վրա ինքը անձնական քինախնդրություն ունի իր դեպքում նաեւ իր ռետորաբանությունը երբ լսում ենք հասկանում ենք այդ անձնական ինչքան մեծ դերակատարություն ունի իր համար, իր էգոն։ Իսկ Զելենսկիու հետ Բայդենի որդու հետ կապված պատմություններ կար գիտեք, հա, եւ այլն եւ այլն։ Եվ ուզում եմ ասեմ, որ կան ինստիտուտներ, որոնք որ այդ անձերին ինչքան էլ այդ անձերը մեր համար անընդունելի կեցվածք ունեն, արժե համակարգ ունեն եւ այլն, որի վրա հույսեր դրեն նաեւ Ալիևի դեպ։ Ալիևի անդադ իր փորձագետներ ասում են, մեկ է Տրամպը հիշում է ով էր իրեն աջակցում, միջեր են ընտրվել է։ Երեք Ալիևն էր ասում, ասում էր Հայաստանի իշխանությունը խաղադրույք էր արել դեմոկրատների վրա, բայց նրանք պարտվեցին եւ մեծ սթրեսի մեջ են ընկել, երբ որ Թրամփն է։ Իրականում շառ է անում, որովհետեւ Հայաստանի իշխանությունը բարեբախտաբար շատ զգուշ են, երբեք այդպես բան չեն արտահայտել։ Ուղղակի ես ինչքան գիտեմ, Փաշինյանը լոբիստների վրա փող չի ծախսել, որ Թրամփի հետ խոսի կամ հանդիպի ի տարբերություն Ադրբեջանի նախագահի։ Ну, եւ վտանգ կա, որ այսպես որ շարունակվի Ադրբեջանը, այո, այդ գումարները նաեւ ծախսելով, հետեւողական, ինքը միշտ այդ առումով ոչ միայն առատաձեռն է եղել, եւ բավականին էֆեկտիվ է եղել։ Ես միշտ ասել եմ, որ իրենք նույնիսկ ինստիտուտներ են ստեղծել Վաշինգտոնում, ադրբեջանցիները, որոնք որ սկսել են լուրջ հակակշռել 100-ամյա հայկական լոբիստական կառույցներին։ Ավելին ասեմ, նույնիսկ բանի ժամանակ, նախորդ ադմինիստրացիայի ժամանակ, Բայդենի ադմինիստրացիայի, Բլինկենի սեղանին մի հատ ինչ-որ ադրբեջանական փողերով ստեղծված ինստիտուտի ամենօրյա պրես ռելիզներ գնում, նրանք ստանում են, բաժանորդագրված են, բայց ոչ մի հայկական ինստիտուտի, այդ թվում ԱՆԿԱ-ի կամ հայկական Ամերիկայի հայկական համագումարի պրես ռելիզները չեն ստանում։ Հասել են նույնիսկ դրան։ Դա էֆեկտիվության հարց է, էլի, որովհետև իրոք մեր պետությունը մի քիչ շատ է այսպես, չգիտեմ, օթերով տարված էլի մեր իշխանությունները ամեն ինչ չի որ ճիշտ գնահատում են, ճիշտ հասկանում են, որտեղ ինչ էֆեկտիվությամբ ինչ գումարներ կարելի է ծախսել եւ պետքա ծախսել եւ դա շատ մտահոգիչ է իհարկե։ Շնորհակալ եմ պարոն Խորշոդյան զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել էինք Հովսեփ Խորշոդյանը։